ամեն օր ինչ որ մեկը ինձ վիրավորում է։ Ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես ինչ որ մեկը վիրավորում է։ Թևերներս չեն քշտում գնում իրանց ծեծելու։ Դա մեր վարքականոնը չի։ Երևանի քաղաքապետը նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեսկռտուքից 5 օր անց գնահատական տվեց կատարվածին։ Սա դրանք էր, որին պետք չէր բռնությամբ արձագանքել։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից եւ մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր որ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են եւ միշտ կլինեն։ Բռնությունը դատապարտող Տիգրան Ավինյանը այդուհանդերձ ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծած թաղապետին աշխատանքից չազատեց, ընդամենը հիշեցրեց, ինչ պետք է անի Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը սադրանքի դեպքում։ Այսպես ասած, տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերը ել ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել։ Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի։ Եվ մկան նկատի չունեմ բիլակները, նկատի ունեմ ունքը։ Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր։ Գործակարգավարական նիստին ներկա նոր Նորքի թաղապետն էլ ներողություն խնդրեց, բայց Տիգրան Տեր-Մարգարյանի զղջումը բուն ծեծին չէր վերաբերում, այլ ասաց սադրանքի է տրվել, իրեն չի զսպել։ Եվս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն եւ հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների։ Թե ինչ եզրահանգումների մասին է խոսքը, թաղապետը չմանրամասնեց։ Քաղաքապետն էլ գնահատեց թաղապետի խոսքը եւ կրկին հիշեցրեց։ Այո, դա սադրանք է։ Այդտեղ կա առելի ծավալի սուտ, այդտեղ եղել է վիրավորանքներ, այո, պարոն Տեր-Մարգարյան։ Նիստի ընթացքում թերևս ամենաշատ օգտագործված բառն այսօր հենց սադրանքն էր, իսկ ինչն է սադրանք համարում Ավինյանը։ Նայեք, ՔՊ-ի մանկապարտեզը սարքած մանկապարտեզի ճաչեն է այսի։ Ակտիվիստ Արթուր Չախոյանի հրապարակած տեսանյութում նոր Նորքի 105-րդ մանկապարտեզն էր, որտեղ վերանորոգումից հետո հեշտությամբ պոկվում էր ասֆալտը, պատիները, քարերը։ Այս տեսանյութին հետևել էր նոր Նորքի թաղապետի հայհոյախառը հեռախոսազանգը, հետո էլ Չախոյանի յոգուրտներով ակցիան թաղապետարանում եւ հաջորդիվ խմբակային ծեծը ընդ որում ուղիղ եթերում։ Ավինյանը հիշեցրեց, որ հարյուրավոր մանկապարտեզներից 4-5-ն են խնդրահարույց եղել, դրանք էլ լուծվող խնդիրներ են։ Ընդգծեց նաև նոր Նորքի թաղապետը կապ չունի այդ մանկապարտեզի հետ։ Այնուամենայնիվ գնահատում եմ ձեր խոսքը եւ ես հուսով եմ, որ երևանցիները նույնպես կգնահատեն։ Կարծել է եւ մտածել է շատ, այսպես ասեմ, անիմաստ է, իրենք ոնց ուզում են այդպես անում են եւ իրենց ինչ ձեռնտու է այդպես էլ անում են։ Բայց որպես քաղաքացի դուք ինչ եք կարծում, թաղապետը երբ որ Իմ կարծիքով չպետք է աշխատի, չպետք է շարունակել աշխատել։ Կարա ասեմ։ Ավելի չասեմ։ Թաղապետը ներողություն խնդրեց։ Արվեց վերջը։ Բայց դա արդյոք բավարար է, թե? Իհարկե բավարար չի, թաղապետին վայել չի նման պահվածքը։ Պետք է տեղի ունենալ դրանից հետո։ Դե գոնե նկատողություն ստանար ամենաքիչը, բայց դա էլ չեղավ։ Խոցելի հարց է եւ իհարկե դատելի է, ինչ խոսք։ Այսինքն պետք է շարունակի աշխատել։ Երևանի փողոցներում այս կարծիքները լսեցինք, իսկ մի քանի պողոտա այն կողմ Տիգրան Ավինյանը եզրահանգեց։ Բայց այնուամենայնիվ ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Ժողովուրդ ճանապարհ դուրս ենք գալիս։ Նոր Նորքի թաղապետարանում ապրիլի 30-ի ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, այդ թվում թաղապետին։ Երևանի խնդիրների մասին ահազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանն ու ավականու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար։ Գործակարգավարական նիստում այսօր եւս մի թաղապետ քաղաքապետի ուշադրությանն արժանացավ։ Պարոն Մխիթարյան։ Պարոն Մխիթարյանը Մալաթիա Սեբաստիա համայնքի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն է, որը ծեսկռտուքից հետո սպառնացել էր, եթե Ավինյանը հեռացնի նոր Նորքի թաղապետին, իրենք բոլորը վայր կդնեն իրենց լիազորությունները։ Ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր, որովհետև Երևանի քաղաքապետը ամենայն հարգանքով հարգելիներս չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի կամ գործընկերային կամ մեկին սիրում է կամ մեկին չի սիրում։
Նոր վարչական շրջանի ղեկավարը Հանրապետություն խմբակցության անդամ է։ Նաև այս խմբակցության հետ կոալիցիա կազմելով քաղաքացիական պայմանագիրը իշխանություն ձևավորեց Ավագանիում, Ավինյանն էլ քաղաքապետ ընտրվեց։ Ավինյանի պատասխանը թերևս նաև այս մեղադրանքներին էր ուղղված, որ Երևանում իշխանությունը չկորցնելու համար ԿՊ-ն Հանրապետություն կուսակցության ձեռքում պատանդ է դարձել, եւ հենց այս պատճառով ծեծող թաղապետին պաշտոնանք չի անում։